Այսօր Հայաստանում բացում ենք միասնականության նոր էջ։ Հանուն նրա, որ չլինի այլևս երկրի ղեկավար, ով հաճույք է ստանում ժողովրդի պառակներից։ Այլևս ոչ մի պայքար եկեղեցու եւ մեր ինքնության դեմ։ Այլևս չի լինելու այնպիսի խմբակ, որ ինքն իրեն պարգևավճարներ է հատկացնում, երբ հազարավոր մարդիկ ունեն դեռ չլուծված առաջնային խնդիրներ։ Կա մի պարզ ճշմարտություն, երբ մենք բաժանված ենք, մեր թշնամիները ավելի ուժեղ են դառնում, երբ մենք միավորվում ենք, մենք ենք ավելի ուժեղ դառնում։ Եվ այսօր հստակ ասում եմ, ով ուզում է, որ ամեն ինչ մնա նույնը, երկիրը մնա այս նույն վիճակում, պառակտված, աղքատ, խեղճացած, կարող է աջակցել Փաշինյանին։ Իսկ ով ուզում է մեծ փոփոխություններ, պետք է քվեարկի միայն Սամվել Կարապետյանի օգտին։ Մեզ մեծ հաղթանակ է պետք, վճռական հաղթանակ, որովհետև մենք պետք է արագ իրականացնենք այն փոփոխությունները, որոնց կարիքն ունի երկիրը։ Վճռական հաղթանակի հասնելու համար անհրաժեշտ է, որ մեզ միանան հնարավորինս շատ նոր քաղաքական ուժեր, որոնք ներկայացված չեն խորհրդարանում։ Այսօր ես հայտարարում եմ Սամվել Կարապետյանի գլխավորած ուժեղ Հայաստան դաշինքի ձևավորման մասին։ Սամվել Կարապետյանի գլխավորած ուժեղ Հայաստան դաշինք ունի հստակ նպատակ՝ համախմբել երկիրը հստակ այլընտրանքի շուրջ։ Մեր կոչին արդեն արձագանքել են երկու կուսակցություն։ Նայիրի Սարգսյանի գլխավորած միավորված հայեր եւ Հարություն Հարությունյանի գլխավորած նոր դարաշրջան կուսակցությունը։ Նրանք միացել են ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ դաշինքին, որովհետև հավատում են եւ վստահ են, որ միայն Սամվել Կարապետյանը կարող է հաղթել Նիկոլ Փաշինյանին եւ իրականացնել այն բոլոր փոփոխությունները, որոնք ժողովուրդը ցանկանում է եւ որոնց արժանի է։ Եվ Հարություն Հարությունյանը եւ Նայիրի Սարգսյանը ուժեղ հայեր են։ Նրանք պայքարում են ժողովրդավարության, հայկական արժեքների եւ թույլ Փաշինյանի իշխանությանը փոխարինող փոփոխությունների համար։ Նրանք հասկանում են, որ առանձին կարող են շատ բան անել, բայց միասին կարող ենք անել ամեն ինչ, ինչ անհրաժեշտ է Հայաստանը ուժեղ դարձնելու համար։ Մեզ բոլորիս մեծ հաղթանակ է պետք, իրականացնելու այն փոփոխությունները, որոնց կարիք ունի մեր երկիրը, եւ մենք բոլորս միասին կհասնենք այս հաղթանակին։ Հունիսին, երբ ժողովրդի համախմբմամբ հաղթենք այս ընտրություններում եւ Սամվել Կարապետյանը դառնա վարչապետ, նա պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրվանից կանցնի գործի։ Թմբուկ նվագելու,
կամ եգիպտացորեն ուտելու մասին տեսանյութեր նկարանելու փոխարեն մենք կենտրոնանալու ենք այլ քայլերի իրականացման վրա, որոնց կարիք ունի երկիրը։ Առաջին շաբաթվա ընթացքում մենք պատրաստում ենք անել 4 բան։ Առաջինը՝ սահմանել վարչապետի աշխատավարձը 1 դրամ։ Սամվել Կարապետյանը չի վերցնելու ժողովրդից, այլ տալու է։ Նա իր փորձը, եռանդը, ուժը ծառայեցնելու է համայն հայության շահերին։ Սա ոչ միայն թվերի մասին է, ոչ միայն աշխատավարձի մասին է, սա մոտեցման մասին է դեպի երկիրը եւ դեպի այն պարտավորություններն ու պատասխանատվությունը, որ ղեկավարը ստանձնում է։ Երկրորդը՝ վերացնել նախարարների պարգևավճարները, որոնք հեռացող վարչապետը բաժանում է իր բարձրաստիճան մերձավորներին, քանի դեռ կա թեկուզ 1 երեխա, որ գտնվում է աղքատության մեջ։ Պարգևավճարներ չպետք է լինեն, եթե կա աղքատություն մեր երկրում, նախարարների համար եւ վարչապետի համար։ Աշխատանքը պետք է գնահատվի արդյունքով պետական ապարատի մյուս բոլոր աշխատակիցների համար, ծառայողների համար։ Սահմանել զրոյական հարկ, երրորդ կետը, առաջի շաբաթվա մեջ, փոքր բիզնեսի համար։ Փոքր բիզնեսը երկրի համայնքների հենասյունն է։ Բարեկեցիկ Հայաստանը սկսվում է բարեկեցիկ փոքր բիզնեսից, որն իր հերթին բարեկեցիկ է դարձնում համայնքները։ Չորրորդը՝ սահմանել աշխատավարձ յուրաքանչյուր զինվորի համար եւ ծառայությունից հետո կապահովենք անվճար կրթություն զինվորների համար։ Այսօր մենք մեր երիտասարդներից պահանջում ենք ծառայել հայրենիքին, բայց ինչ ենք տալիս նրանց դրա դիմաց։ Սամվել Կարապետյանի օրոք բանակում հայրենիքին ծառայողները ունենալու են առաջնահերթություն։ Հեռացող վարչապետի պես իր խմբակին հսկայական պարգևավճարներ վճարելու փոխարեն մենք աշխատելու ենք վճարելու զինվորներին։ Այսօր, երբ հայտարարում ենք Սամվել Կարապետյանի գլխավորած ուժեղ Հայաստան դաշինքի ձևավորման մասին, մենք նաև դուռ ենք բացում խորհրդարանում չներկայացված մյուս քաղաքական ուժերի առաջ։ Դուք միանում եք հաղթող թիմին։ Հունիսին ժողովուրդը անկասկած ընտրելու է Սամվել Կարապետյանի Փաշինյանի փոխարեն, բայց միասին մենք կարող ենք պարզ հաղթանակը վերածել հայկական ընտրությունների պատմության մեջ ամենավճռական հաղթանակի։ Տարիներ շարունակ մեր ապրած ամոթից հետո թույլ վարչապետի օրոք 3 պատերազմում պարտվելուց հետո ժամանակն է ունենալ ուժեղ առաջնորդ Սամվել Կարապետյանին, ով Հայաստան կբերի ամուր եւ երկարատև խաղաղություն։ Ժողովուրդը մեզանից միասնություն եւ փոխգործակցություն է սպասում։ Եվ այս վստահությունը մենք պետք է արդարացնենք եւ միասին կառուցենք ուժեղ Հայաստան։ Շատ երկար ժամանակ մեր ամբողջ թիմը առաջնորդվել է Եղիշե Չարենցի «Ով հայ ժողովուրդ, քո միակ ուժը, քո հավանական ուժի մեջ է» սկզբունքով եւ երկար ժամանակ արդեն մեր բազմաթիվ հայրենակիցներից ստանում ենք մենք հորդորներ, առաջարկներ ուժերի միավորման, ականջալուր ենք եղել այդ առաջարկին, ականջալուր ենք եղել այդ հորդորին, ուժերը համադրելու, միավորելու, որպեսզի ունենանք եւ ուժեղ, եւ արժանապատիվ, եւ անվտանգ, եւ բարեկեցիկ Հայաստան։ Մենք նոր դարաշրջան կուսակցության անդամներս արձագանքելով Սամվել Կարապետյանի համերաշխության եւ միասնության կոչին, այսօր այստեղ ենք դիտարկելով մեր պատասխանատվությունը երկրի ապագայի հանդեպ, համարելով, որ այս պահին լռությունը, անտարբերությունը մեր պետության հանդեպ անընդունելի է եւ կործանարար։
Մեր շարքերում են իրավաբաններ, փաստաբաններ, քաղաքագետներ, մաթեմատիկոսներ եւ անձինք, ովքեր քաջ գիտակցում են պետությունում ստեղծված իրավիճակը եւ միաժամանակ պատրաստ են իրենց ունեցած ավանդը, գիտելիքը եւ փորձը ներդնելու պետության պետականության վերականգնման գործընթացին։ Հայաստանի Հանրապետությունում հասունացել է մի պահ եւ անհրաժեշտ է մեր պետության այնպիսի ղեկավար, ով կարողանա վեր կանգնել իր անձնական ցանկություններից եւ ոչ թե պետությունը ծառայեցնել իր սեփական շահին եւ անձին, այլ իրեն ծառայեցնել պետությանը եւ պետական շահին։ Ուժեղ Հայաստան դաշինքը Սամվել Կարապետյանի հետ հնարավորություն կտա բոլորիս մեկ հովանու ներքո փորձել մեր ունեցած բոլոր հնարավորությունները ծառայեցնել հանուն մեր պետության։